Այս օրերին հաճախ է խոսվում ձայների փոշիացման մասին, այդ թեզի կեղծ կամ իրական լինելու մասին, հատկապես ԿԸՀ-ի հրապարակած տեսանյութից հետո։ Եկեք գործնական օրինակում համոզվենք, կա այդպիսի բան, թե ոչ։ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ազգային ժողովը պետք է ունենա նվազագույնը 101 պատգամավոր։ Սա նշանակում է, որ ընտրությունների ժամանակ անցողիկ շեմը հաղթահարած ուժերի միջև պետք է բաշխվի 101 մանդատ։ Եկեք մի պարզ վարժության օրինակով ցույց տամ, ինչ է նշանակում փոշիացում եւ ինչպես են բաշխվում մանդատները։ Ենթադրենք ազգային ժողովի ընտրություններին մասնակցում է 100 մարդ, եւ այդ 100 մարդուց 40-ը իր ձայնը տվել է առաջին ուժին։ Հա? Եկեք պատկերացնենք։ Եվ երկրորդ ուժին այդ 100 մարդուց իր ձայնը տվել է 20 մարդ եւ եւս երրորդ ուժին, այսպես եւս 10 ձայն գնացել է երրորդ ուժին։ Հա, այսքան ուժեր են 3 ուժ է հաղթահարել անցողիկ շեմը։ Ինչ է լինում 30 ձայնի հետ, դրանք տրվել են փոքր կուսակցություններին 1%, 2.5%, 3.5% տարբեր համամասնություններով, նրանք չեն հաղթահարել անցողիկ շեմը։ Եվ եթե ձայների փոշիացման թեզը կեղծ լիներ, այս 30 ձայնը, որը դուք հիմա տեսնում եք, այս 30-ը, որը ոչ մեկի չի տրվել, չի բաշխվել, որովհետև շեմը ոչ մեկ չի հաղթահարել, սա բոլոր օրինակ մեր դեպքում 16 կուսակցությունների ձայներն են, այստեղ միտեղ պիտի մնալ, ինչպես ասում է կենտրոնական ընտրականը։ Չպիտի մասնակցի ոչ ձայների բաշխմանը, ոչ մանդատների բաշխմանը, բայց դա այդպես չէ, մանդատների բաշխման process-ում այս 30 ձայնը ոչ միտեղ չի անհետանում։ Հիմա դուք ձեր էկրաններին տեսնում եք Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածով նախատեսված մանդատների բաշխման բանաձևը, ոչ թե ձայների բաշխման, այլ մանդատների բաշխման բանաձևը, այդ 101, հա, ուրեմն մանդատի բաշխման բանաձևը, որտեղ այս 70-ը դառնում է 100, հաշվարկի process-ում դառնում է 100, որովհետև եթե ճիշտ լիներ այս թեզը, ապա ազգային ժողովը պետք է ունենար 70 մանդատ եւ ոչ թե 101 մանդատ, 101 падգամավոր, 70 падգամավոր պետք է լիներ, այդպես չի։ Եվ այս բանաձևի համաձայն այս 30-ը բաշխվում է, այս ուժերի միջև։ Չի բաշխվում հավասարապես, բաշխվում է անհամաչափ եւ 40 ձայն ստացածը ստանում է ահռելի տոկոս, բանաձևի համաձայն շուրջ 18 ձայն, 9 ձայն մոտ այսպես ստանում է այս մի ուժը եւ 4 մանդատ էլ ստանում է այս մի ուժը։ Այս ամենի արդյունքում բանաձևի հաշվարկով իրենք ստանում են 18 լրացուցիչ մանդատ, իրենք ստանում են 9 լրացուցիչ մանդատ եւ արդյունքում 58, 29 եւ 4 մանդատ էլ իրենք 14 ձայն։ Սա է իրականությունը, սա է ձայների փոշիացումը, երբ այն ուժերը, որոնք չեն մասնակցում հաշվարկին, փաստացի իրենց ձայները տարալուծում են այս ուժերի միջև, ովքեր անցել են խորհրդարան, ամենաշատը տալով հենց նրանով զբաղեցրել է առաջի տեղը։ Իսկ եթե խոշորանային, պատկերն այլ կլիներ։